Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, այսօր ընդառաջելով ձեր խնդրանքներին ես կխոսեմ ճիճունների մասին, հելմինթոզ է կոչվում, հայերեն ճիճվակրություն։ Ճիճունները դրանք պարազիտներ են, որոնք մակաբուծվում են մարդկանց և կենդանիների օրգանիզմում առաջացնելով տարբեր տեսակի ախտաբանական երևույթներ։ Ճիճունները լինում են տարբեր տեսակի, կան ասկարիդներ, կլոր որդեր, տափակ որդեր, ժապավենաձև որդեր, մազագլուխ որդեր, մազագլուխ որդերը ունեն շատ մեծ չափեր, երկարություն լինում են մինչև 4-5 մետր և ավել, սեգմենտաձև որդեր են դրանք, որոնք աստիճանաբար այդ ճիճվաթափության ժամանակ սեգմենտները կարող են թափել, սակայն այդ մազագլուխը այսպես կարճած իր մագիներով մնում է աղիների մեջ, պետք է ավելի հզոր միջոցներ և ուշադիր լինել, որպեսզի այդ որդերը լրիվ թափվեն։ Խոզի երիզորդը, որը մակաբույծը տերը հանդիսանում է, մակաբուծվում է խոզի օրգանիզմում, աղիներում և անցնելով մարդու օրգանիզմ, մարդը վարակվում է և առաջանում են, բազմանում են այդ որդերը օրգանիզմում։ Հարգելի բարեկամներ, ճիճվակրության ժամանակ լինում են բազմաթիվ երևույթներ, գլխապտույտ, սրտխառնոց, փորկապություն, փորլուծություն, քաղցի, անընդհատ քաղցի զգացում, հիվանդները նիհարում են, մանուկների մոտ լինում է գիշերը ջրահոսություն բերանից, ատամների կրճտոց, նյարդային այսպես գրգռված վիճակ, մեծերի մոտ նույնպես լինում է գրգռված վիճակ, ընդհանուր թուլություն, աչքերի տակ լինում են կապոտ այսպես օղակներ, բերանից գալիս է տհաճ հոտ, դյուրագրգիռ են լինում, մանուկների մոտ, հատկապես երեխաների մոտ դանդաղում է նրանց աճը, ինչպես ֆիզիկական, այնպես սեռական, ունենում են մտավոր թուլություն, մեծանալուց կարող է լինել իմպոտենցիալ տղամարդկանց մոտ, կանանց մոտ լինում է դաշտանային ցիկլի խանգարում, ընդհուպ մինչև չբերություն։ Այս բոլորը լինում են ճիճուների կենսագործունեության արգասիքների հետևանքով, որոնք անցնելով օրգանիզմը թունավորվում է, ախտահարվում են տարբեր տեսակի օրգաններ և մարդու առողջությունը խաթարվում է։ Ճիճուների դեմ պայքարի տարբեր մեթոդներ կան, բացի այդ ճիճուներին հայտնաբերելու համար այսօր բացի կղանքի անալիզից կատարում են նաև արյան անալիզ և համակարգչային հետազոտություն, որը գիտեք բավականին ճշգրիտ է, որովհետև ես փորձել եմ, իմ թոռներին էլ եմ տարել այդ համակարգչային հետազոտության և հայտնաբերվել են ճիճուները։ Ճիճվաթափության համար կան քիմիական դեղեր, կան նաև բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են։ Օրինակ դդումի հում կորիզը, դդումի հում կորիզը դրանք վաճառում են խանութներում, մթերային խանութներում, իրենց այդ թաղանթով, կանաչ գույնի թաղանթով, հում կորիզը առանց բովելու, մեծերը օգտագործում են 300 գրամ, 3-ից 4 տարեկանը օգտագործում են 70 գրամ, 4-ից 6 տարեկանը օգտագործում է 100 գրամ, 6-ից 10 տարեկանը օգտագործում են 150 գրամ, իսկ 10-ից 14 տարեկանը 200-250 գրամ։ Այդ կորիզները կարող եք խառնել մեղրի հետ, մի գդալ կամ 2 ճաշի գդալ մեղրի հետ և ուտում են մի ժամվա ընթացքում։ 3 ժամ հետո
խմում եք լուծողական, կես ժամ հետո կատարում եք հոգնա, կամ կարող եք հոգնա չկատարել, ցանկալի է որ կատարեք, որպեսզի ճիճուները դուրս գան։ Ճիճուները հիմնականում չեն սատկում, նրանք այդ կուգորբիթինից, կուգորբիթինը, որը կա դդումի կորիզի մեջ, կաթվածահար է անում որդերին, եւ նրանք այդպես կիսասատկած վիճակում դուրս են գալիս։ Բացի դրանից, ուրեմն շատ հզոր միջոց է նաեւ թթունառան կեղևը։ Թթունառան կեղևը 50 գրամ 3-4 ժամ սառը ջրում դնում եք կակխումը, այնուհետև դա կարող եք 400 միլիլիտր ջրի մեջ եփում եք այնքան, մինչև մնա մեկ բաժակ, դա 400 միլիլիտրը մնա 200 միլիլիտր, երկու բաժակ է 400 միլիլիտրը, որը խմում եք 1 ժամվա ընթացքում եւ կես ժամ հետո խմում եք լուծողակ եւ օրգանիզմը ճիճված թափվում է։ Լավ մեթոդ է նաեւ սխտորը հատկապես փոքր երեխաների մոտ սրատուտ այդ ճիճուները, որ կան մանր ճիճուներ են հետանցքի շուրջը եւ հետանցքի արտաքին այդ բացվածքի շրջանում քոր են առաջացնում երեխաների մոտ անհանգստություն, կարող եք կատարել սխտորով հոգնա 5-6 պճեղ սխտոր ծեծում եք 200 միլիլիտր ջրի մեջ լավ այսպես թափահարում եք եւ այդ ջրով կատարում եք հոգնա, կարող եք անել նաեւ մեծերին։ Օրվա ընթացքում կարող է ուտել նաեւ 5-6 պճեղ սխտոր, մեծահասակներին է վերաբերում։ Լավ մեթոդ է նաեւ ճիճվաթափության համար օշինդրը։ Թարմ օշինդրը աղում եք եւ 2 ճաշի գթալ այդ հյութը, որը քամելուց հետո ստացվում է, մեկը 5-ի հարաբերությամբ խառնում եք ջրի հետ եւ խմում է օրը 4 անգամ։ Սիրելի ունկնդիրներ, ճիճվակերությունը, ինչպես տեսակ, բավականին ծանր երևույթներ են առաջացնում, բարդություններից կարող են առաջացնել աղիների խցանումներ, հավաքվում են այսպես աղիքի մեջ եւ առաջացնում են անանցնելություն, որը բացում են իհարկե վիրահատության միջոցով վիրահատում են եւ ճիճուներին անում են։ Ես ներկա եմ եղել այդպիսի վիրահատության եւ շատ տհաճ գործընթաց է։ Ճիճուները երբեմն նկարագրված է, որ կարող են դուրս գալ նաեւ բերանից, պատկերացնում եք ինչքան տհաճ բան է։ Այնպես որ պետք է ճիճուներից ձերբազատվել։ Ես հիշում եմ, երբ որ դպրոցական էի, այդ մեր երջանիկ մանկության տարիներին տարեկան 2 անգամ գալիս էին եւ դպրոցում բաժանում էին դեղեր եւ բուժքույրը կանգնում էր աշակերտի այսպես ասած կողքը, մինչեւ դեղը խմում էր, այսինքն կատարում էին պարտադիր ճիճվաթափություն։ Եվ դա լավ պրոֆիլակտիկ միջոց էր, հիմա բնականաբար այդպիսի բաներ չեն անում, բայց լավ կլինի, որ ուշադիր լինեք հաճախակի երեխաներին, ինչպես նաեւ մեծերին։ Ես մի 2-3 տարի առաջ ինքս գնացի ստուգվեցի ճիճվաթափության համար, չկար համբյուտերային այդ համակարգչային մեթոդով։ Պետք է ուշադիր լինել երեխաներին անպայման ճիճվաթափություն անել, որովհետև դրանից լինում են նաև մաշկի ցան, մազաթափություն, տարբեր տեսակի անցանկալի երևույթներ։ Առողջություն եմ ցանկանում, եթե կունենաք հարցեր կարող եք դիմել, զանգահարել, իսկ բուժման եւ խորհրդատվության համար կարող եք դիմել Պուշկինի 38։ Իսկ մինչ այդ ես ցույց տամ ձեզ իմ գրքերը, այդ բոլորը գրված են, բոլոր դեղատոմսերը եւ ճիճուների մասին գրված են իմ գրքերում։ Ալկամա գիրքը, որը ընդգրկում է 170 տեսակ հիվանդություն, ունի նաեւ իր այսպես ասած պատկերասրահը, բույսերի նկարները, այն բոլոր բույսերը, որոնք
ներառված են դեղատոմսերում բոլորի նկարները կա եւ տակը գրված է 3 լեզվով հայերեն, ռուսերեն, լատիներեն, գիրքը ունի նաեւ իր քառալեզու բառարանը հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ անգլերեն, հարգելի բարեկամներ, որպեսզի դուք եթե մեկ լեզվով բույսի անունը չգիտեք, ապա կարող եք մյուս լեզվով, հատկապես մեծ մասամբ ճանաչում են բույսերը ռուսերեն լեզվով գրած է այստեղ այդ բառարանը, գիրքը ունի նաև հավելված, որը ընդգրկում է նաև ժողովրդական բժշկության մյուս ձևերը։ Բժշկարան գիրքը մեր շատ հայտնի, որը ընդգրկում է 90 տեսակ հիվանդություն, այստեղ հիվանդությունները նկարագրված են ավելի ընդարձակ եւ գրված է նրանց բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, նույնպես ունի 3 լեզվով բառարան, հայերեն, ռուսերեն, լատիներեն, տակը գրված է, ունի նաև իր քառալեզու բառարանը հետևում գրված, բայց այդ 3 լեզվից ներառված է նաև անգլերենը։ Գրքերը գրախանութներում չեն վաճառվում, կարող եք ցանկության դեպքում վերցնել մեզ մոտից Պուշկին 38, տեսություն միշտ նոր հանդիպում։